Միթե մեր հասարակությունը հաշտ է այս կորուստների, Հայաստանի պետականության կորստաբեր այս ճանապարհի հետ միթե հաշտ, ինչպես կարելի է հաշտ լինել բոլոր խոստումների 180%-անոց ուրեմն ստի, կեղծիքի, մանիպուլյացիաների, բռնատիրության, օրեցօր խորացող Հայաստանի բռնատիրության, ամբողջ իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացած լինելու եւ ամենաողբերգականը այս քաղաքական ուժի, որը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, քաղաքական ուժի 8 տարիների հետագիծը ողբերգությունների, հայրենազրկումի, ցեղասպանության, կորուստների մի ամբողջ շարան է եւ այսօր Հայաստանի պետականության գլխին կախված մի մեծ հարցական եւ այսօր Հայաստանի այսպես թե օղակված է պատերազմական, ուրեմն մեր հարավում եւ ընդհանրապես մեր դարավոր արևելքում խորացող պատերազմական գործողությունները։ Ես ինքս էլ շարունակ այդ հարցումն եմ հայ ժողովուրդը ուզում եմ հավատալ եւ իսկապես հավատում եմ դրան, որ վերջնականապես իր քաղաքական հոտառությունը, խոհեմությունը, քաղաքացիական զգոնությունը պիտի չկորցնի եւ այլևս այս իշխանության հետ իր ճակատագիրը, պետականության ճակատագիրը չկապի։ Ես ուզում եմ, որ առաջիկա ընտրություններին եւ առաջիկա նախընտրական շրջանին մեր հասարակությունը մոտենա Սարդարապետի գիտակցումը, որովհետեւ իսկապես դու ուզում ես հայոց պետականությունը պահել, պաշտպանել, ունենալ, թե ուզում ես կորցնել հայոց պետականությունը եւ Հայաստանը դառնա ադրբեջանական թուրքական ենթապետություն։ Այս երկու ընտրություն ունես, քաղաքակրթական ընտրություն, հայ մնալու, պետականություն ունենալու, թե կորցնելու քո քաղաքակրթական ընտրությունը եւ ամսի 7-ը հենց դրա մասին է,